Ուրեմն հիմա գտնվում ենք postmarket.am կայքում, որը HiPost-ի առցանց օնլայն վաճառքների հարթակն է, որտեղ նաև առկա են ամառոլի բոլոր պրոդուկտները։ Ինչպես են գտնում ամառոլները, այս որոնման դաշտում, տեսնում եք, ես փնտրում եմ, այստեղ լատիներեն գրում ենք լատինատար ամառոլ ու տալիս ենք որոնում։ Վերում է էջը, որտեղ ամառոլի բոլոր պրոդուկտներն են, եթե մենք ձեզ ուղարկում ենք հղում, միանգամից մտնում եք այս էջը էլ որոնման կարիք չի լինում։ Այստեղ արդեն կարող ենք միանգամից ընտրել մեր ուզած տեսակները, ենթադրենք ատամի մածուկ ամառոլ պրեմիում, այստեղ իջնում ենք, տեսնում ենք գինը, քանակը կարող ենք ընտրել, մի հատ ենք ուզում ու ավելացնում ենք զամբյուղը։ Այս մեկը գնաց զամբյուղ։ Հիմա կարող ենք նորից վերադառնալ նախորդ էջը, որտեղ ամբողջ տեսականինը, եւ ենթադրենք ուզում ենք նաև պատվիրել բերանի ողողման հեղուկ։ Սա էլ ենք ավելացնում, նույնը տեսնում ենք, մտնում ենք, տեսնում ենք նկարը, նկարագրությունը, գինը, քանակը եւ ավելացնում զամբյուղը։ Եթե որոշեցինք, որ ինչ որ մեզ պետք է արդեն ավելացրել ենք, զամբյուղը աջ վերևի անկյունում է։ Մտնում ենք զամբյուղ ու տեսնում ենք մեր ամբողջ ընտրածը։ Այստեղ նորից կարելի է քանակները մի անգամ էլ կարգավորել, երկու հատ ամեն տեսակից կամ մի հատ, ու տեսնում ենք պատվերի մանրամասները, ընդհանուր արժեքը պատվերի, առաքման արժեքը։ Սա դեռ ավելի մանրամասն կտեսնենք։ Հիմա այստեղ կարևոր երկու տարբերակ կա, կամ մուտք եք անում գրանցվելով, կամ վճարում եք առանց գրանցման։ Սկզբից հեշտության համար տեսնենք վճարել առանց գրանցման տարբերակը։ Մտնելուց հետո տեսնում ենք վճարման տարբերակներ, կանխիկի դեպքում վճարումը կատարվում է HiPost-ում ապրանքը առաքանից ստանալիս կամ երբ որ փոստատարը տուն է բերում։ Ապառիկը այս դեպքում իմաստ չունի, բանկային քարտն էլ քարտով վճարում եք պատվերը անելու պահին։ Մնում ենք կանխիկի վրա եւ տեսնում ենք առաքման երկու տարբերակ։ Առաքում դեպի տուն եւ առաքում դեպի փոստային բաժանմունք։ Առաջինը 1-ից 4 օրվա ընթացքում 300 դրամ արժի, երկրորդը լրիվ անվճար 1-ից 3 օրվա ընթացքում։ Ընտրում ենք սկզբից փոստային բաժանմունք տարբերակը, ու ստեղ շատ կարևոր է առաքման հասցեն լրացնելուց ընտրել ճիշտ ձեր հարմար HiPost-ի բաժանմունքը։ Սկզբից ընտրում ենք մարզը, ենթադրենք Գեղարքունիք, եւ փոստային բաժանմունք ընտրելու տարբերակները։ Ամենահեշտը, եթե արդեն գիտեք ձեր փոստային բաժանմունքի համարը, ենթադրենք 1401 ու տալիս է գտնում է Գեղարքունիք քաղաք Մարտունի Միասնիկյան 19, սեղմում եք, ընտրվեց, վերջ։ Եթե համարը չգիտեք, հայատառ հավաքում եք ձեր քաղաքը կամ գյուղը, համակարգը նույնպես առաջարկություններ է բերում, ընտրում եք անուն, ազգանուն, ենթադրենք մեր դեպքում կարելի է հայատառ գրել, կարելի է լատիներեն, մեր դեպքում այսօր պատվիրողը Պետրոս, ազգանունով Պետրոսյան, հեռախոսի համարը շատ կարևոր է, մի թիվ ավել, մի թիվ պակաս համարելու է, որ ֆորմատը սխալ է, ճիշտ հեռախոսի ֆորմատի դեպքում միանգամից ամեն ինչ հաստատվում է, եւ նաեւ շատ կարևոր հանգամանք անպայման պետք է ունենալ էլեկտրոնիկ փոստի հասցեն, մեյլի ձեռի տակ, եւ այստեղ էլ եթե մեյլի ֆորմատը սխալ է, ինչ որ մի բան պակաս է, համակարգը չի ընդունելու։ Եթե ամեն ինչ լրացրել եք, դեռ գրում է invalid email, փորձեք այսպես մի տառը ջնջեք, նորից տպեք, ինքը նորից կհաստատի։ Հիմա քանի որ ոչ մի կարմիր այստեղ չկա, ուրեմն ամեն ինչ ճիշտ է լրացված, մենք նաև տեսնում ենք հիմա ապրանքի ընդհանուր արժեքը, առաքման արժեքը 0, քանի որ անվճար է, եւ պատվիրել կոճակը, երբ որ կարմիր գույնի է, ուրեմն ամեն ինչ ճիշտ է լրացված։ Եթե ինչ որ մի բան պակաս լինի, պարտադիր տվյալներից, այս պատվիրելը սեղմել չի լինելու, ինքը մուգ գույնով է ներկայացել։ Հիմա պատվիրելը, որ սեղմեցիք, արդեն կստանաք պատվերի համարը ու մեյլով կստանաք պատվերի ամբողջ հաստատումը։ Ստեղ ուրեմն այսքանը։ Հիմա վերադառնանք մյուս տարբերակներին։
գրանցվելով։ Եթե ուզում եք գրանցվել, դրա հարմարությունը նա է, որ հաջորդ անգամ բոլոր տվյալները նորից լրացնել պետք չի լինի։ Պետք է նորից լրացնել բոլոր տվյալները մի անգամ, սակայն գրանցվելու դեպքում պետք է անպայման հիշեք ձեր գաղտնաբառը։ Դա ոնց որ անհարմար մասն է, եթե այդ գաղտնաբառը հիշում եք, մանավանդ եթե շատ եք օգտվելու HiPost-ում պատվերներ անելու, ավելի լավ է գրանցվել, գաղտնաբառը հիշել եւ ամեն պատվեր անելուց նորից բաժանմունքը հասցեն չլրացնել, ամեն ինչ համակարգում կպահի։ Այսքանը բավականին հեշտ է, շնորհակալություն ձեր պատվերների համար։